որովհետև ուզում եմ նրանց պահի պանդուխտի կարգավիճակում, գաղթականի պատկերացրեք այդ վիճակը, որ դուք չգիտեք ստեղ եք ապրելու, թե ստեղ չեք ապրելու։ Ես անդադ այդ օրինակն եմ բերում, կանգառի վիճակը եւ հանգրվանի տան վիճակը։ Կանգառի վիճակում մարդը չի կարում կենտրոնանա որևէ բանի վրա, ոչ կերածնա կերած, որտեղ պետք է ճամփի վրա է, պետք է շուտ արեք, շուտ գնում ենք, ոչ քնածնա քնած, ոչ նստած, ոչ հանգստացա, որովհետև անընդհատ այդ ժամանակի չհերիքելու որ ուշանում ես ինչ որ մի տեղից։ Եվ հիմա ընդդիմությունը պատերազմի եռագլուխ կուսակցություն չի թողում, որ Ղարաբաղի ժողովուրդը տնավորվի, որովհետև հոգեբանական տնավորվելը շատ կարևոր է։ Եվ սա կարևոր է Հայաստանի համար, որովհետև այսօրվա Հայաստանում լիքը մարդիկ կան, լիքը, որոնց նախնիները եկել են Ղարսից, եկել են Մուշից, եկել են բանից, Վանից եւ այլն եւ այլն։ Բայց այդ չպետք է նշանակի, որ Հայաստանը մեր տունը չի, այլ կանգառ է։ Մենք ոչ թե Վան վերադառնալու process-ում ենք, մենք Հայաստանում տնավորվելու process-ում ենք, Հայաստանում։ Եվ մենք պետք է հասկանանք մի բան, որ Վանը Երևանից տարբերվում է մի շատ էական բանով։ Երևանը պետություն է, պետության մայրաքաղաք է։ Եվ հայրենիքը պետությունն է, որովհետև եթե հայրենիքը քո պետությունը չի, ուրեմն դա մեկ ուրիշի հայրենիք էլ է, հասկանում եք։ Այսօր Հայաստանը ինչի է մեր Հայաստանի Հանրապետությունը, ինչի է մեր հայրենիքը, որովհետև մեր պետությունն է։ Եթե մեր պետությունը մեր հայրենիքը չի, ուրեմն առնվազն ուրիշների հայրենիքն է, ում պետությունն է նրա էլ հայրենիքն է։ Ում պետությունն է նրա էլ հայրենիքն է։ Եվ այս սրա մասին է այսօրվա խոսքը, այս քաղաքական process-ը սրա մասին է։ Եվ այսօր ինչ են ասում, այդ մարդիկ մենք հազիվ կոնֆլիկտի թակարդից դուրս ենք եկել ժողովուրդ, հազիվ դուրս ենք եկել կոնֆլիկտի թակարդից, այդ մարդիկ մեզ վերադարձնում են կոնֆլիկտի թակարդ։ ԲՀԿ ղեկավարն ասում է փոխանակ ծովից ծով Հայաստանի քարտեզը կպցնի, այդ ինչ քարտեզ նկատի ունեն Հայաստանի միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքի քարտեզը։ Շատ լավ, ծովից ծով Հայաստան։ Ո՞վ է հետ բերելու, ո՞վ է պայքարելու ծովից ծով Հայաստան, Ծառուկյանի տղեն։ Ծառուկյանի տղեն է պայքարելու։ Ես ասում եմ, իրանք ողջ ազգուտակով ցեղով սահմանի պաշտպանության համար մի կրակոց չեն արձակել, մի կրակոց չեն արձակել, բայց այդ մարդիկ տասնյակ եւ հարյուրավոր կրակոցներ են արձակել Երևանում, Աբովյանում, Առինջում, Ծաղկաձորում։ Նրանց համար ծովից ծով Հայաստանը գիտեք որն է, որ մարդկանց մտովի ուղարկեն Հայաստանից դուրս, իրանք Հայաստանի ներսում բեսպրեդել անեն։ Ժողովուրդը հետո գնացել են կոլիպեդա, թեքել են մեր երեսին, դոդի գադո երեսին, ինչ ֆորմայով իմ երեսին թեքել են, ինչ է կաննած նայելի աղջիկերիկ են ասում են, ստեղ աղջիկի կամակին են նայում, ետ ինվատած ամբող սովետական։ Շատ լավ, շատ լավ։ Ռոբերտ Քոչարյանն ասում է 29743 կիլոմետրով պետքա կարծում եմ պետքա չսահմանափակվենք։ Շատ լավ։ Ինչ է դա նշանակում, բա ինչով պետքա սահմանափակվենք։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը ասում է խաղաղությունը պետքա վերանայենք, վերաբանակցենք։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեզ ուղիղ հետ է տանում կոնֆլիկտի թակարդի մեջ։ Այսօր մենք ազատվել ենք կոնֆլիկտից եւ այսօր մենք վերադարձել ենք տուն։ Մենք ասում ենք Հայաստանի ժողովուրդ, հայ ժողովուրդ, հայրենիք փնտրելու կարիք չկա, պանդուխտի վիճակում դեգերելու կարիք չկա, որովհետև մենք գտել ենք մեր երազանքների հայրենիքը, մեր ավետյաց երկիրը եւ Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքների հայրենիքը։
Այդ հայրենիքում, մեր հայրենիքում բազմաթիվ ճանապարհներ կան, որ պետքա կառուցվեն, մանկապարտեզներ, դպրոցներ, աշխատատեղեր եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մենք պետքա աշխատենք եւ մեր աշխատանքով մեր հայրենիքը, մեր պետությունը համապատասխանեցնենք մեր ունեցած պատկերացումներին։ Իսկ նախկինում ինչ ա եղել։ Մարդիկ աշխատել են, ինչ ասել են դե բանակի համար է, Ղարաբաղի համար է, դե կռվի համար է եւ այլն եւ այլն։ Արդյունքում ինչ ա պարզվել։ Ես ձեզ մենակ մի օրինակ բերեմ։ Երկու օրից Հանրապետության հրապարակում տեղի ունենալու զորահանդես, հաշվետվություն զորահանդես, որովհետև մենք այնքան բամբասեցին, մենք չենք ուզում անկեղծ ասած անենք, բայց այնքան բամբասեցին, թե բանակը քանդել ենք։ Մենք կներեք, ինչ որ առումով մենք ոչ թե բանակը քանդել ենք, այլ իրանց բանակ կոչված ավերակը մի կողմ ենք դրել եւ զրոյից ստեղծել ենք բանակ։ Վաղը չէ, այսօր քանիսն է։ Վաղը չէ, մյուս օրը եկեք Հանրապետության հրապարակ եւ տեսեք այդ բանակը, բայց ես ձեզ ուրիշ բան ասեմ։ Ուրեմն նրանք, ովքեր զինվորական ծառայության հետ առնչվել են, գիտեն, որ մեր հրետանու ողնաշարը եղել է D30 հրետանային միջոցը։ D30, ովքեր ծառայել են, գիտեն։ D30-ը մեր հրետանու հրետանին է եղել։ Ուրեմն առաջին անգամ խնդրում եմ ուշադրություն, էլի, հազար ներողություն։ Շատ կարևոր բան եմ։ Մեր հրետանու, բանակի հրետանու երրորդ հանրապետության ողնաշարը եղել է D30, այսինքն մեր հրետանային միջոցների մեծ մասը D30 հրանոթն է եղել։ Ուրեմն առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը գործարանային արտադրության, այսինքն Զավադսկոյ D30 հրանոթ ունեցել է 2023 թվին։ Առաջին անգամ նախորդող որ շրջան, այսինքն որ այդ զենքի արտադրություն առաջին օգտագործողը մենք ենք, գործարանից դուրս է եկել եւ եկել է Հայաստանի Հանրապետություն։ Այդ առաջին անգամ Հայաստանը ունեցել է 2023 թվականին եւ ամսի 28-ին դուք կտեսնեք այդ D30 հրետանային միջոցները։ Նախկինում